Թոփ 10 նյութերի ամփոփումը Եվրամեդիա 24-ի եթերում։ 2026 թվականի փետրվարին սպասվում է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան։ Ըստ աղբյուրների, բանակցությունների առանցքային թեմաներից մեկը կարող է լինել ԱՄՆ մասնակցության մոդուլային ատոմային էլեկտրակայանի կառուցումը Հայաստանում, ինչպես նաև TRIP նախաձեռնության իրականացումը։ Այս այցը դիտարկում է որպես Հայաստանի արտաքին քաղաքականության հնարավոր շրջադարձային պահ, էներգետիկ անկախության և ռազմավարական գործընկերության խորացման տեսանկյունից։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ վեհաժողովում, վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը տարածաշրջանային կայուն խաղաղության, ժողովրդավարական բարեփոխումների և մարդու իրավունքների պաշտպանության հարցում։ Նա ընդգծել է բազմակողմ համագործակցության կարևորությունը հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու համար։ ԵԽԽՎ վեհաժողովում Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի ելույթը լայն արձագանք և սուր քննարկումներ է առաջացրել ոչ միայն Արևելյան Եվրոպայում, այլև Հարավային Կովկասում։ Ելույթում նա Ուկրաինայի պատերազմը ներկայացրել է որպես օրինակ, ընդգծելով, որ կիսատ քայլերը և չկայացված ընտրությունները կարող են բերել արյունահեղության։ Մի շարք լրատվամիջոցներ և քաղաքական մեկնաբաններ նրա խոսքերը մեկնաբանել են որպես անուղղակի, բայց վտանգավոր համեմատություն Հայաստանի և Վրաստանի համար, որոնք գտնվում են բարդ աշխարհաքաղաքական միջավայրում։ Հայաստանի պարագայում Սանդուի հայտարարությունները դիտարկվում են հատկապես զգայուն, հաշվի առնելով հետկոնֆլիկտային իրավիճակը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները և անվտանգության փխրուն հավասարակշռությունը։ Քաղաքական շրջանակներում շեշտվում է, որ ԵԽԽՎ հարթակից հնչող նման ուղերձները կարող են անտեսել տարածաշրջանի առանձնահատկությունները և իրական վտանգներ ստեղծել խաղաղ գործընթացների համար։ ԵԽԽՎ-ում ելույթի ընթացքում ՀՀ նախարար Արարատ Միրզոյանը հատուկ շեշտադրել է հայ ռազմագերիների և պահվող անձանց խնդիրը, կոչ անելով եվրոպական կառույցներին առավել ակտիվ ներգրավել հումանիտար ճգնաժամի լուծման գործում։ Նրա խոսքով, առանց արդարության և մարդու իրավունքների պաշտպանվածության հնարավոր չէ կայուն խաղաղություն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում և հանրային ելույթներում ընդգծել է, որ գլոբալ արագ փոփոխվող աշխարհում Հայաստանը չի կարող պահպանել հին կառավարման մոդելները։ Նրա խոսքով, պետական կառավարման համակարգի, դատական համակարգի, տնտեսության և կրթության խորքային բարեփոխումները այլևս ընտրություն չեն, այլ գոյաբանական անհրաժեշտություն։ Փաշինյանը նշել է, որ արդյունավետ ինստիտուտներ չունեցող պետությունները դատապարտված են միջազգային մրցակցության մեջ հետ մնալու։ Քաղաքական դիտորդների կարծիքով այս ուղերձը ոչ միայն ներքին բարեփոխումների մասին հայտարարություն է, այլև միջազգային գործընկերներին ուղղված ազդակ, որ Հայաստանը պատրաստ է լինել ժամանակակից, կանխատեսելի և պատասխանատու պետություն։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները պետք է դառնան ժողովրդի կամքի լիարժեք արտահայտություն և պետական ինստիտուտների հասունության ցուցիչ։ Նա ընդգծել է, որ կառավարությունը համագործակցում է ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի և այլ միջազգային կառույցների հետ, ընտրական գործընթացների թափանցիկությունն ու վստահելիությունը բարձրացնելու նպատակով։ Նրա խոսքով, իշխանությունները հատուկ ուշադրություն են դարձում տեղեկատվական անվտանգության, կիբերսպառնալիքների և արտաքին միջամտության կանխարգելմանը։ Քաղաքական շրջանակներում նշվում է, որ այս ընտրությունները կարող են վճռորոշ լինել ոչ միայն ներքաղաքական կայունության, այլև Հայաստանի միջազգային վարկանիշի և ժողովրդավարական իմիջի համար։ Հայաստանի և Ադրբեջանի միջև 2025 թվականի օգոստոսի 8-ին խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը նոր հեռանկար է բացել տարածաշրջանային խաղաղության համար։ Այս մասին ԵԽԽՎ նստաշրջանի մեկնարկին հայտարարել է կառույցի նախագահ Պետրա Բայրը։ Դիմելով ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, ԵԽԽՎ նախագահը նշել է, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստանի համար կարևոր առաջընթաց է արձանագրվել։ Վերջինս ընդգծել է, որ այս կարևոր քայլը համընկնում է Հայաստանի Եվրոպայի խորհրդին անդամակցելու 25-ամյակի հետ, հավելելով, որ ԵԽԽՎ-ն լիովին սատարում է խաղաղության գործընթացի շարունակությանը։ Ռուսուղափառ եկեղեցին մտահոգություն է հայտնել Հայաստանի իշխանությունների եկեղեցական գործերին միջամտելու փորձերի կապակցությամբ։ Այս մասին հաղորդել է Մոսկվայի պատրիարքարանը։ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Անտոնին աջակցություն է հայտնել հայ առաքելական եկեղեցու, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս arczepiskopos-ին, ընդգծելով, որ անընդունելի են հավատացյալների շրջանում արհեստական պառակտում հրահրելու փորձերը։ Եզրաս arczepiskopos-ը ներկայացրել է հայ առաքելական եկեղեցու ներկայիս իրավիճակը և շնորհակալություն հայտնել Մոսկվայի պատրիարքարանին ցուցաբերած համերաշխության
ապաշխության համար։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԵԽԽՎ նստաշրջանում հայտարարել է, որ Հայաստանում հոգևորականների նկատմամբ հալածանք չկա, իսկ այդ մասին տարածվող պնդումները բամբասանք են։ Պատասխանելով падգամավորի հարցին նա նշել է, որ իշխանությունների գործողությունները չեն խախտում ժողովրդավարական, կրոնական կամ խոսքի ազատության իրավունքները։ Միրզոյանը ընդգծել է, որ խոսքը վերաբերում է օրենքի սահմաններից դուրս գործողություններին, այդ թվում բռնի իշխանափոխության և սպանության կոչերին, որոնք հնչել են որոշ հոգևորականների կողմից։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԵԽԽՎ նստաշրջանում հայտարարել է, որ մոտ ապագայում հնարավոր է ստորագրել խաղաղության համաձայնագիր Ադրբեջանի հետ։ Նրա խոսքով սա կդառնա կարևոր հանգրվան Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության հաստատման ճանապարհին։ Նախարարի խոսքով համաձայնագրի ստորագրումը կարող է ոչ միայն փակել տարիների հակամարտությունը, այլև նոր զարգացման հեռանկարներ բացել ամբողջ տարածաշրջանի համար։